Խորհրդարանը ապրիլի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցման հավանություն է տվել հարկային օրենսգրքի փոփոխություններին։ Փոփոխությունների համաձայն անձնական եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամկետները հետաձգվել են։ Մասնավորապես, այս տարի հայտարարագիր ներկայացնողները մայիսի 1-ի փոխարեն կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարի հայտարարագիր ներկայացնողները կարող են ներկայացնել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը։ Հետագա տարիների ներկայացման վերջնաժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։ Ազգային ժողովում քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը։ Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական նպատակներով ջրամատակարարումը ապահովելու համար, եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն։ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգերը ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հաշվարկ հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ։ Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին եւ 23-ին ներկայացված հաշվարկ հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու եւ հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով ներքին գործերի նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն 112 հեռախոսահամարով։ Նախարարությունը նախատեսում է այս գործընթացի նպատակով ներդնել մի շարք նորարարական լուծումներ։ Լեհաստանն ու Բալթյան երկրները կանգնած են էներգետիկ ճգնաժամի առաջ։ Լեհաստանը հրաժարվել է ռուսական գազից, որպես այլընտրանք այն սկսելով գնել Միացյալ Նահանգներից եւ Ավստրալիայից։ 2023-ին այդ նպատակների վրա ծախսվել է 138 միլիարդ զլոտի։ Արդյունքում զգալիորեն աճել են էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման գները։ Մասնավորապես լեհ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի վճարները 2021 թվականի համեմատ աճել են 67%-ով։ Վրաստանը Չինաստան մեղր արտահանելու թույլտվություն է ստացել։ Դա վրացի արտադրողներին մուտքի հնարավորություն է տալիս դեպի աշխարհի ամենամեծ եւ ամենատարողունակ սպառողական շուկաներից մեկը, որտեղ մեղրի եւ այլ պարենային ապրանքների մեծ պահանջարկ կա։ Առաջիկա ամիսներին կողմերը նախատեսում են նաեւ ավարտել բանակցությունները վրացական թռչնամսի մուտքը չինական շուկա թույլ տալու շուրջ։ Ֆորդը դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումը Չինաստան առևտրային պատերազմների պատճառով։ Շարժիչների եւ փոխանցման տուփերի առաքումները Միացյալ Նահանգներից շարունակվում են։ Անցյալ տարի Չինաստան է արտահանվել մոտ 5500 Ֆորդ եւ Լինքոլն ավտոմեքենա։ Դիլերներին գրություն է ուղարկվել, որում ասվում է, որ մաքսատուրքերի պահպանման դեպքում նոր ավտոմեքենաների թանկացումները անխուսափելի են։ Ոսկու ֆյուչերսների արժեքը COMEX բորսայում հասել է պատմական ռեկորդային մակարդակի գերազանցելով $3450 մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Այս մասին վկայում են բորսայի առևտրային տվյալները։ Երևանի ժամանակով ժամը 03:35-ի դրությամբ աճը արագացել է եւ ոսկին վաճառվել է $3455-ով։ Հայաստանում արյան պաշարների կարիք կա, դոնորների կամ արյան կարիք ունեցող անձի հարազատների արյունը այլևս չի բավարարում։ Պետք է այդ դոնորության մշակույթը ներդրվի Հայաստանում, որպեսզի ամեն քաղաքացի իր պարտքը համարի արյուն հանձնել եւ ոչ թե սпасել արտակարգ իրավիճակի, պատերազմի եւ նոր հիշի առնետության մասին։ Մեր երկրում օրական մոտ 60 արյան բաղադրամաս է ներարկվում։ Մասնագետների դիտարկմամբ Հայաստանի բնակչության համեմատ սա բավականին մեծ թիվ է։ Ուստի արյուն պետք է հանձնել պարբերաբար։ Այդ նպատակով հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկում է արյունատվության արշավ։ Ցանկալի է, որ քաղաքացին արյուն հանձնի տարվա մեջ 2-3 անգամ։ Ստեղծվեց արտագնա արյունատվության խումբ եւ այն կազմակերպությունները, որոնք որ ունեն մեծ կոլեկտիվ, բայց ժամանակ չեն ունենում այցելել արյունաբանական կենտրոն, մենք ինքներս
այցելում ենք իրենց մոտ եւ կատարում ենք արունատվություն։ Արշավի շրջանակներում ստեղծվել են նաև հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են ինչպես իրազեկող միջոցառումներ, այնպես էլ կազմակերպում են արյունատվության գործընթացը։ 10 մարզերից 5-ում մենք ունենք արյան հավաքագրման կայաններ, այնտեղ իրականացում է արյունատվությունը, բայց 5 մարզերում չունենք, բայց պլանավորում ենք մեր այս շրջիկ խմբի միջոցով նաև այդ մարզերում ակտիվացնել դոնորությունը։ Վերջին տարիներին արյունատվության դինամիկայի առումով քաղաքացիների շրջանում ակտիվություն կա, բայց ինչպես ոլորտի մարդիկ են ասում, աշխատելու տեղ դեռ շատ կա։ Հիմա մարդիկ ավելի ինֆորմացված են, ավելի շատ ինֆորմացիա ունեն հիվանդությունների մասին եւ դրանց բուժման կոմպոնենտում ներառվում են նաև արյան ներարկումները, դա մի նյութ է, որը չի կարող արտադրվել կամ ստեղծվել, բուն մարդիկ պետք է հանձնեն, որպեսզի հիվանդներն էլ կարողանան այդ արյունները ստանալ։ Մասնագետները հերքում են նաև տարածված կարծրատիպը, թե մեկ անգամ արյուն հանձնելուց հետո այն սկսում է առավել մեծ քանակությամբ արտադրվել ու իբրև թե պետք է անընդհատ արյուն հանձնել քանակը կարգավորելու համար։ Իրականում արյունատվությունից հետո օրգանիզմում վերականգնվում է այնքան արյուն, որքան որ հանձնել է տվյալ անձը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00 կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը Հրազդան մարզադաշտին հարող տարածքից։ Տեղեկությունը հայտնում էին Երևանի քաղաքապետարանից։